Սիսիանի Արմաթ նոթում ինժեներական լաբորատորիայի սաների ամենասիրելի պահն է։ Իրենց պատրաստած սարքերը թռչում են։ 14-ից 18 տարեկան շուրջ 30 տղայի համար աշխատանոցը վայր է, որտեղ ամրապնդվում է նրանց ցանկությունը պատրաստել ԱԹՍ-ներ ու նույնիսկ ինքնաթիռներ։ Երեխաները սովորում են գծագրություն, սովորում են աերոդինամիկա, իրանց համար շատ կարևոր է նախնական գիտելիքները, դրանք են ֆիզիկա, մաթեմատիկայի լավ իմացություն։ Աերոդինամիկան ուսումնասիրելուց հետո, տեսական դասերից հետո երեխաները սկսում են պատրաստել պարզագույն մոդելներ, առանց շարժիչների սկզբից, հետագայում արդեն թեթև շարժիչներով մոդելներ, համացանցից կամ ինքնուրույն փորձում են գծագրել, նախագծել նոր մոդելներ, կատարում են թռիչքներ, որոշ թռիչքներ անում են դպրոցի բակում, որոշ մոդելներ, որոնք որ համատեղելի չեն այս նեղ պայմանների հետ, մենք տանում ենք քաղաքից դուրս եւ թռիչքը իրականացնում ենք այնտեղ։ Դասընթացավարներ Մխիթար Հակոբյանն ու Ալբերտ Աբրահամյանն աշխատավարձ ստանում են, բայց թե այդ գումարով, թե տարբեր մրցույթներից ստացած դրամական պարգևներով պահեստամասեր են գնում ու անկեղծանում։ Ֆինանսական աջակցության կարիք միշտ կա։ Բավականին լավ արդյունք ունենք, 3 տարվա մեջ հասցրել ենք մասնակցել հանրապետական հավք մրցույթին, 2 անգամ ենք մասնակցել, երկուսի դեպքում էլ գրավել ենք մրցանակային տեղեր։ Անցած տարի Կապանում էր մրցույթը, մարզպետի կողմից կազմակերպված մրցույթ էր, որին նույնպես մենք մասնակցել ենք եւ ելի ունեցել ենք մրցանակային տեղ։ Կրթական ծրագիրը մեկամյա է, բայց ոմանք ավարտելուց տարիներ անց էլ չեն դադարում հաճախել աշխատանոց։ Նրանցից շատերը երազում են ստեղծել սեփական մոդելները։ Չեմ մտածում ստեղծեմ այնպիսի ԱԹՍ-ներ, որոնք օգտագործեն միայն ռազմաարդյունաբերության մեջ, ռազմական գործողությունների մեջ, որովհետև բացի ռազմական գործողություններից անօթեշ թռչող սարքերը շատ մեծ կիրառություն ունեն նաև գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև հասարակական ոլորտներում։ Իմ մտածած, իմ երևակայության մեջ այդ ԱԹՍ-ն, որ ես նպատակ ունեմ նախագծել ու ստեղծել, կարող է օգտագործվել թե ռազմաարդյունաբերության մեջ որպես հետախուզական անօթաչու եւ թե հասարակության մեջ օրինակ որպես առաքիչ դրոն։ Լևոնը պնդում է, ապագան հենց թռչող սարքերինն է։ Դրանք օգտագործվելու են գրեթե բոլոր ոլորտներում։ Նրան բարդ սարքերն են հետաքրքրում, ասում է, այն ինչ թվում է կատարյալ, միշտ էլ կարելի է կատարելագործել։ Նրա ձեռքում բավականին բարդ մոդել է, որը ցանկանում է անթերի դարձնել։ Այս մոդելը կոչվում է flying wing, այսինքն թարգմանաբար թռչող թև, ինքը չունի հիմնական կորպուս, այսինքն սա պատրաստելուց պետք է պատրաստել այնպիսի ճշգրտությամբ, որպեսզի ինքը թռիչքը լինի կատարյալ, ինքը չունի հիմնական կորպուս, այսինքն իր ամբողջ աերոդինամիկան կենտրոնացված է թևերի վրա, եւ ամեն մի շեղում սխալ դետալի սխալ պատրաստում կարող է լուրջ անդրադարձ ունենալ թռիչքի վրա։ Դասընթացավարի խոսքով իրենք երեխաներին մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են տալիս, փորձում գտնել տաղանդավորներին ու ոգևորել, աշխատանքը պտուղներ տալիս է։ Լևոնը ցանկություն ունի իր ապագան կապել այդ ոլորտի հետ, լինի դա ինժեներական ուղղվածություն կամ չգիտեմ, միգուցե մի փոքր նեղ ավելի ճշգրիտ, բայց որ գնալու է այդ ուղղությամբ, դա ոնց որ թե ինքը արդեն որոշել է։ Բացի Լևոնից էլի ունենք երեխաներ, որոնք նույնպես ուզում են դառնալ այդ ոլորտի մասնագետ, ունենք անգամ երեխաներ, որ արդեն ծառայում են համապատասխան ստորաբաժանումներում, սովորում են համապատասխան ուսումնարաններում, մի խոսքով արդյունք կա։ ԱԹՍ-ներ պատրաստող այս երեխաներն արդեն թիմ են։ Նրանք կարողանում են ուրախանալ միմյանց հաջողություններով ու առողջ մրցակցել, թե աշխատանոցում, թե օդում։